ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ձեռնարկատեր Իլոն Մասկի միջև հակամարտության մեջ ԱՄՆ Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր 10 կողմնակցից մոտավորապես 6-ը կողմ է եղել Սպիտակ տան ղեկավարին։ Այս մասին հայտնում են հարցման արդյունքները։ Հարցման արդյունքում հանրապետականների 59%-ը կողմ է քվեարկել Թրամփին եւ միայն 12-ն է ընտրել Մասկին, ասվում է հրատարակության մեջ հիմնվելով հարցման արդյունքների վրա։ Հարցումն անցկացվել է հունիսի 6-ին 1006 գրանցված ընտրողների շրջանում։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը, ի պատասխան Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին։ Աղբյուրների փոխանցմամբ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից որ դրամաշնորհները կարող են չեղարկվել։ Կալիֆորնիացիներն են վճարում դաշնային կառավարության հաշիվը։ Մենք 80 միլիարդ դոլարով ավելի շատ հարկեր ենք վճարում, քան ստանում ենք։ Գուցե ժամանակն է դադարեցնել, հայտնել է Կալիֆորնիայի նահանգապետը։ Կալիֆորնիան ավանդաբար համարվում է դեմոկրատների ամրոց եւ Թրամփը բազմիցս քննադատել է այն։ Գազայի հատվածի հարավում փախստականների համար նախատեսված վրանների վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Վիրավորվել ավելի քան 40-ը, հայտնում է պաղեստինյան Ալ-Աքսա հեռուստաալիքը հղում անելով բժշկական աղբյուրին։ 12 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 40-ը վիրավորվել, երբ օկուպացիան կրակ է բացել Խան Յունիս քաղաքից արևմուտք տեղահանված անձանց հետ գտնվող վրանների վրա, ասել է հեռուստաալիքի աղբյուրը Խան Յունիս Նասեր բժշկական համալիրից։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել էր հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվում են, քանի որ պաղեստինյան համաշարժումը հրաժարվում է ընդունել հրադադարի երկարաձգման եւ պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագիրը։ Հրադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն մարտական գործողությունները չեն վերսկսվել միջնորդների կողմից կողմերին Գազայում կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու փորձերի պատճառով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է շատ ուժեղ, սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ Նրանք օրինագիծ ունեն, դա ինձնից կախված կլինի, սա իմ տարբերակն է, սա շատ ուժեղ օրինագիծ է, ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի խնդրել Սենատին մեղմել օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսված սահմանափակումները։ Ռուսաստանի հոբ համակարգերը Կուրչատովում գտնվող Կուրսկի ատոմակայանի մոտակայքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք, այս մասին հաղորդում է Մաշ Տելեգրամ ալիքը։ Անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են մոտակայքում գտնվող AEK-2-ի կայանատեղիում, նշվում է հաղորդագրության մեջ։ Արդյունքում այնտեղ վնասվել է 1 մեքենա։ Ժամը 16:30-ից մինչև 22:05 Կուրսկի մարզի վրայով ընդհանուր առմամբ խոցվել է 25 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հակառակորդը փորձել է հարվածել Կոնիշևսկի, Ժելեզնոգորսկի, Կուրսկի, Ֆատեժսկի, Կուրչատովսկի եւ Շչիգորովսկի շրջաններին։ Դրանց վրայով ոչնչացվել է 21 անօդաչու թռչող սարք, եւս 4-ը խոցվել են Ժելեզնոգորսկի վրայով։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունները անիմաստ համարել կարող են միայն նրանք, ովքեր չունեն սիրտ կամ բանականություն։ Այս մասին նա ասել է իտալական BioBlue հեռուստաալիքին տված հարցազրույցում, արձագանքելով արևմտյան մամուլում տարածվող պնդումներին։ Զախարովայի խոսքով Ստամբուլի բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել կարևոր մարդասիրական համաձայնություններ, մասնավորապես համաձայնություն է ձեռք բերվել հազարավոր ռազմագերիների փոխանակման եւ 6000 ուկրաինացի զինծառայողների մարմինների վերադարձի շուրջ։ Նա շեշտել է, որ նման քայլերն արդեն իսկ հսկայական արժեք ունեն մարդկային կյանքի տեսանկյունից, հայտնում է Գազետա.ru-ն։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են փոխանակել ծանր հիվանդ ռազմագերիներին եւ մինչեւ 25 տարեկան անձանց բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Ուշագրավ է, որ ուկրաինական կողմը ըստ հրապարակումների հրաժարվել է ընդունել զոհվածների մարմինները իբր կապված ֆինանսական հատուցման բեռի հետ։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիատրոն հայտարարել է, որ զանգահարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին շնորհակալություն հայտնել Հունգարիա գազի եւ նավթի անխափան մատակարարումների համար եւ ռուսական կողմից ստացել է երաշխիքներ, որ Բուդապեշտի էներգամատակարարումը ապագայում երաշխավորված կլինի։ Այսօր Ռուսաստանի էներգետիկայի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ մենք քննարկեցինք հունգարա-ռուսական էներգետիկ համագործակցության վիճակը եւ պարզեցինք, որ Ռուսաստանից նավթի եւ բնական գազի մատակարարումները շարունակում են անխափան հոսել դեպի Հունգարիա, ինչի համար ես երախտագիտությունս հայտնեցի, գրել է Սիատրոն Facebook-ում։ Դոմոդեդովը եւ Ժուկովսկի օդանավակայանները մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ չեն ընդունում կամ չեն ուղարկում ինքնաթիռներ, հաղորդում է օդային տրանսպորտի դաշնության գործակալությունը։ Այս օդանավակայանների շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Ուրբաթ երեկոյան իր Telegram ալիքում գրել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել բարեփոխել միավորված ազգերի կազմակերպության կառուցվածքը, այդ թվում անվտանգության խորհուրդը։ Նա այս մասին ասել է The Hill-ին տված հարցազրույցում։ Պետության ղեկավարի խոսքով անհրաժեշտ են բարեփոխումներ քվեարկության իրավունք տալու այն երկրներին, որոնք չեն մտնում 5 մշտական անդամների մեջ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան եւ Չինաստան։ Տոկաևը նշել է, որ միայն այս կերպ ՄԱԿ-ը կկարողանա ավելի արդյունավետորեն հաղթահարել տարածաշրջանային ներկայիս մարտահրավերները աշխարհի առջև ծառացած հիմնական սպառնալիքների շարքում։ Նա առանձնացրել է համավարակները, կլիմայի փոփոխությունը եւ միջուկային ինքնաոչնչացման ռիսկը։ Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, սակայն այն փաստը, որ մենք դեռևս ընդամենը մի քանի վայրկյան հեռու ենք լիակատար ինքնաոչնչացումից, վկայում է մեր կոլեկտիվ միջոցառումների լիակատար ձախողման եւ խաղաղության տարիների կողմից մեծ տրված հնարավորությունների կորստի մասին, ընդգծել է քաղաքական գործիչը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային Չենաբ կամուրջը, որը կառուցվել է Քաշմիրի լեռնային հովտում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Չենաբ գետի վրայով անցնող կամուրջի կառուցումը տևել է մի քանի տասնամյակ։ Դրա կամարակապ կառուցվածքը բարձրանում է գետի մակարդակից 359 մետր, ինչը 29 մետրով ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը։ Կամուրջը 1315 մետր երկարություն ունի, իսկ նախագծի արժեքը գերազանցել է $160 միլիոն։ Այն Քաշմիրի Հնդկաստանի մնացած մասի հետ կապող առաջին երկաթուղային երթուղու մի մասն է։ Այցի ընթացքում Մոդին նաև բացել է Ուդհամպուր Սրինագար Բարամուլա երկաթուղին, որը տարածաշրջանի կարևոր քաղաքները կապում է երկրի այլ մասերի հետ։ Նախիջևանից սահմանային դիրքերից մեկում այսօր կայծակնահարության հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։ Նյուզկետ.am-ի տեղեկություններով Նարեկը 1 ամսից զորացրվելու էր։ Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի եղբայր, որն ունի հաշմանդամություն։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 6-ին ժամը 13:00-ի սահմաններում կայծակնահարության հետևանքով մահացել է Պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարար Իլոն Մասկի խելագար վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ։ Այս մասին հայտնել է The New York Times-ը հղում անելով աղբյուրներին։ Մայիսի վերջին թերթը գրել էր, որ Մասկը սկսել է ակտիվորեն կետամին ընդունել, երբ դարձել է Թրամփի ամենամտերիմ գործընկերներից մեկը։ Գործարարն ինքը հերքել է թմրանյութերի մասին տեղեկատվությունը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Թրամփը իր օգնականներին ասել է, որ Մասկի խելագար վարքագիծը պայմանավորված է թմրանյութերի օգտագործմամբ, ասվում է հրապարակման մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են հետագա ռազմական գործողությունների։ Նա համապատասխան բովանդակությամբ գրառում է արել իր Telegram-յան ալիքում։ Ուրբաթ հունիսի 6-ին պետության ղեկավարը լսել է Կիևի ներկայացուցիչների Վաշինգտոն կատարած այցի արդյունքների մասին զեկույցները։ Նրա խոսքով բանակցողները լավ հանդիպումներ են ունեցել բոլոր մակարդակներում, այդ թվում ԱՄՆ վարչակազմի եւ պետդեպարտամենտի աշխատակիցների կոնգրեսի անդամների եւ հասարակական գործիչների հետ։ Պատվիրակները գործընկերներին ներկայացրել են Ռուսաստանի ղեկավարության իրական մտադրությունները։ Չնայած բանակցությունների ժամանակ շատախոսությանը, ռուսական զորքերը պատրաստվում են հետագա ռազմական գործողությունների եւ դրանց ընդլայնման հնարավորության, գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քաղաքականության մեջ չի կարողանում խելամիտ որոշումներ կայացնել։ Նա անկարող է համաձայնության գալ։ Այս մասին իր YouTube-յան ալիքում հայտարարել է ամերիկացի պաշտոնաթող գնդապետ Դանիել Դեյվիսը։ Զելենսկին կորցրել է խելամիտ որոշումներ կայացնելու ունակությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն պետք է գիտակցեն, որ նա լիովին անկարող է համաձայնության գալ, նշել է նա։ Դեյվիսի խոսքով այս առումով Արևմուտքը կարող է դիտարկել Ուկրաինայի առաջնորդից ազատվելու տարբերակը պայմանավորված նրա համաձայնության գալու անկարողությամբ։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 7-ից 10-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հունիսի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում հունիսի 8-ին 9-ից 10-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հունիսի 6-ից 7-ի գիշերը եւ կեսօրից հետո 9-ից 10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ից 10-ը աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։